Ողջույն սիրելիներս, այսօր ուզում եմ ձեզ հետ միասին պատրաստել մշնապուն։ Ես արդեն խմորը նախապես պատրաստել եմ, իմ ալիքում կա, կարող եք մտնել եւ նայել։ Իմ խմորը բավականին սառած է։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա մենք անցկացնում ենք այս մանր քեչով։ Սկզբից ալրապատում ենք իրեն, լավ, այսպես ալրապատում ենք։ Հետո անցկացնում ենք մանր քեչով։ Ասեմ, որ բավականին դժվար է, շատ դժվար է, որովհետեւ ահա որ ինքը համ սառած է ձիգ խմորը, համ էլ դժվար է քերվում։ Ովքեր որ չեն նայել իմ մշնաբույնի խմորը ինչպես է պատրաստում, ալիքում կա, կարող եք մտնել եւ նայել, շատ հեշտ է պատրաստվում, սիրելիներս, այդքան էլ ինքը ժամանակատար չի, ծախսատար չի եւ այդքան էլ գումար չի խնայում։ Ուղղակի ես պատրաստելն է ավելի ժամանակատար, ծախսատար, ասեմ, որ ես արդեն ջեռոցը միացրել եմ, ջեռոցը միացնում ենք 180-ի տակ, 180-ից 190, թողնում ենք այդտեղ, մինչև որ պատրաստ լինի խմորը։ Ահա, հիմա, այս առաջինը ես այսպես արդեն կերեցի, հիմա նայեք ինչ ենք անում, իրան այսպես լավ ալրապատում ենք, լավ առանձնացնում ենք, արդեն խմորը հալվում է։ Արդեն հալվում է սիրելիներս, պետք է արագ անել, որովհետև արդեն խմորը հալվեց։ Այսպես մաղում ենք արիվը։ Եվ դնում ենք։ Ուրիշ տեղ, չվախենաք, որ խոշոր կստացվի, որովհետև դա էական չի, քանի որ մենք հետո պետք է կրեմը պատրաստենք, ընթացքից կմանրացենք, խառնելուց ինքը կմանրանա։ Այսպես աջորդը հարակ անենք, սա հարակ պետք է արվի, որովհետև արդեն ինքը այսպես, արդեն իր պատրաստման եղանակը ձեզ պարզ է, ես շատ եմ սիրում մշնապույն, շատ եմ սիրում, ինքը շատ համեղ է, համեղից է բացի, ինքը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում սեղանին, կապ չունի դա ամանոր է, սուրբ ծնունդ է, թե ուղղակի սովորական ծնունդ է, դա կապ չունի, եթե մշնապույն կա, ուրեմն սեղանին շատ լավ տեսք կհաղորդի։ Մնացածը ես արդեն կադրից դուրս կանեմ, որովհետև գիտեք շատ դժվար է համ նկարել, համ էլ պատրաստել, իրոք շատ դժվար է իմ համար, մնացածը ես արդեն կադրից դուրս կանեմ ու ձեզ վերջնարարությունը ցույց կտամ։ Տեսեք, արդեն պատրաստ է իմ մոտ, այսպիսի գույն է ստացվել, ես կիսել եմ, որովհետև շատ է, իմ ամանս էլ փոքր էր, կիսեցի, որ համ հեշտ լինի, համ էլ լավ ստացվի։ Այստեղ արդեն կրեմն եմ պատրաստել, տեսախցիկը տնեմ, հիմա ինչ ենք անում, տեսեք, մի քիչ կրեմից լցնում ենք, ու այսպես գտալով խառնում ենք, լավ խառնում ենք, այսպես լավ խառնում ենք, մինչև որ կպնի, միանա, եթե դուք ինչ-որ գեղեցիկ տարաներ ունեք, կամ ինչ-որ գեղեցիկ ամաններ, կամ չգիտեմ, կարող եք գեղեցիկ ձևավորել, ես ունեմ օղու բաժակ, երկու տեսակի, այսինքն երկու տեսակի չէ, երկու ձևի օղու բաժակ, ես սիմվասից ցույց կտամ ձեզ, հիմա լավ խառնում ենք, այս ամեն ինչը ու հետո միացնում ենք իրար։ Ես մոռացա ասեմ, որ այնքան հոգնած եմ, անգամ մոռանում եմ ինչ պիտի ասեմ։ Так, ես մոռացա նշեմ, որ կրեմը պատրաստել եմ 1 բանկա եպած խտացրած կաթով, մեղրեմ լցրել մեջը եւ կարակ։ Ես բոլորի բաղադրիչները չափականակը կգրեմ նկարագրության բաժնում։ Կմտնեք կնայեք։ Մեր մշնաբույնը արդեն պատրաստ է։ Ես ունեմ այսպիսի երկու տեսակի օղու բաժակ։ Իրոք էսը ցույց տամ։ Հիմա ցույց տամ, այսպես որ ավելի բարձ լինի։ Այսպես երկու տեսակի օղու բաժակ ունեմ։
Խնդրեմ։ Երկուսով էլ կփորձենք ու կտեսնենք, որով ինչպես կստացվի։ Առաջինը կփորձենք ես փոքրիկից։ Լավ լցրեք, լավ ճզմեք, լավ սեղմեք, որ ինքը շատ ամուր լինի։ Պատրաստելուց հետո կդնեք սառը տեղ, կամ մառանում, կամ պատշկամբում, կամ սառնարանում, ինչու՞ չէ, նաև թեկուզ սառնարանում էլ չի խանգարի, որ ինքը իր բաղադրիչները կպնեն իրար, այսպես չգերտավոր ասած, սարի, որ ավելի լավ է լինի։ Այսպես չգիտեմ, երևում է, չի երևում, այսպես պատրաստեցի, խնդրեմ, հիմա ես ձեզ ցույց կտամ։ Սա այստեղ տնենք, սա այստեղ տնենք։ Տեսեք, հիմա սա հանում ենք, այսպես դնում ենք, այսպես հանում ենք, տեսնենք, ինչ կստացվի ես մի հատը, այսպես, խնդրեմ, այդքան էլ գեղեցիկ չէ, ինձ թվում է այս բաժակով չեմ անելու, որովհետև դուրս չեկավ, այս բաժակը շատ այսպես մի ձևի սարքվեց, հաջորդին անցնենք, տեսնենք հաջորդը ինչպիսին է։ Այսպես լավ սեղմեք, որ ինքը լավ այսպես նստի, բաժակի մեջ կպնի, լավ կպնի բաժակի մեջ, այսպես լավ, նարեք, շատ եմ սիրում մշնաբույն, քաղցրավենիքներից մեկն է, անկեղծ ասած պատրաստելի շատ տանջալից գործ է, բայց համ տեսելը արդեն վերջնարդյունքը լրիվ ուրիշ տեսք ունի։ Սա այստեղ։ Մի հատ տեսեք ինչ տարբերություն կա, խնդրեմ։ Սա այսպես, բայց ես փորձելու եմ, պատրաստելու եմ սրանով, որովհետև սա իմ դուրս չեկավ, ընդհանրապես դուրս չեկավ։ Սրանով եմ պատրաստելու։ Եվ մյուսն է ուզում եմ փորձեմ այսպիսի տարայով, տեսնենք ինչ կստացվի։ Եթե փորձենք, ուրեմն բոլորով փորձենք, որ վերջում նորմալ տեսք ունենանք, իդեպ նշեմ, որ այս տարայով շատ կլինի, որովհետև ինքը համ խորն է, համ շատ խմոր է ուզում, այսպես դնեմ, որ երևա, սա այստեղ դնեմ, որ երևա։ Ինձ թվում է սրանով մի հատ փորձենք կտեսնենք, ինչպես կստացվի։ Տեսնենք, ինքան դժվար է տեսախցիկի հետ աշխատել ու գործ անել, ինձ համար մի քիչ դժվար է, ես այդքան էլ սովոր չեմ։ Սա էլ այսպիսի տեսք ունի, մշնաբույնի, հիմի գնահատեք ասեք, երեքից որը պատրաստ է։ Ինձ թվում է, մի քանի հատ սրանով կպատրաստեմ, մի քանի հատ է սրանով։ Այդպես ավելի ճիշտ գեղեցիկ կլինի, համ էլ սա նորություն կլինի, այս մի հատը այդ օղուբաժակը իմ դուրս չեկավ, իսկ մնացածը ես արդեն կպատրաստեմ կադրից դուրս, որ ժամանակս ինձ հերիքի։ Ես արդեն վերջացրել եմ, տեսեք ինչ գեղեցիկ տեսք ունի, որոշեցի երկու ձևի անեմ, մեկը այսպիսի բուրգեր, իսկ մյուսը այսպիսի կլոր, այս ձևի, մի քիչ տապակոտ, շատ համեղ է ստացվել, փորձեցի, չդիմացա փորձեցի, չգիտեմ, երևի վրան կամ գլազուր կանեմ, կամ ուղղակի կոկոսի փոշի կլցնեմ, դեռ ոչինչ չեմ որոշել, կամ էլ շաքարի փոշի, ընթացքից կտեսնեմ։ Այսօր այսքանը շատ ուրախ եմ, որ իմ ալիքի հետ եք, շատ ուրախ եմ, որ ինձ հետ եք, շատ ուրախ եմ, որ բաժանորդագրվում եք, կիսվում եք ընկերների հետ, մի խոսքով, շատ ուրախ եմ։ Բոլորի գալիք ամանորը և Սուրբ Ծնունդը շնորհավոր լինի։ Մաղթում եմ խաղաղության, բարիության, վերջ ու բարիքի տարի լինի։ Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ։